ինչ ուղերձ է ձեր ներկայությունը այս երթին։ Ուղերձս նա է, որ մենք մեծ հայ հաղթանակի ժառանգներն ենք։ Հայ ժողովուրդը անդուրանալի դեր է ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակում։ 114 խորհրդային միության հերոս է տվել 26 փառքի ամբողջական շքանշանակիրներ, 4 մարշալ, 1 ծովակալ, հարյուրավոր գեներալներ, 500,000 հայորդիներ մասնակցել են խորհրդային միության կազմում, 100,000-ը դաշնակիցների բանակներում, ազգային դիվիզիաներից միակ 89-րդ Թամանյան դիվիզիան է Արցախցի մեր Նվեր Սաֆանի գլխավորությամբ մասնակցել Բերլինի գրավմանը։ Այսօրը հայերը մեր Թամանյան դիվիզիայի տղաները Ռեստագի առջև բռնել են հայկական քոչարին եւ երկրորդ աշխարհամարտում հայնական մեծ պատերազմ հաղթանակը հայ ժողովրդին կյանքի ապրելու վերածննդի հնարավորություն տվեց, որովհետեւ ֆաշիստական Գերմանիայի հաղթանակի դեպքում ակնհայտ էր, որ Թուրքիան հարձակվելու էր եւ ավարտելու էր հայոց ցեղասպանությունը, արդեն գրավելով սովետական Հայաստանը։ Եվ հենց դա է պատճառը, որ հայ ժողովրդի զավակները նետվեցին ֆաշիզմի դեմ պայքարում եւ առաջին իսկ օրվանից Մոսկվայի պաշտպանությունից, Կուրսկում, Ստալինգրադում, Ռժևում, Կիևի ազատագրության ժամանակ, Բելարուսիայի ազատագրության ժամանակ, Կյոնիգսբերգի գրավումը կապված է մեր լեգենդար մարշալ Բաղրամյանի հետ, որ այդ օպերացիան Բաղրամյանն ու Վասիլևսկին են կազմակերպել։ Իսկ Բերլինի գրավումը անհնար էր պատկերացնել առանց ապագա զրահատակային ուժերի գլխավոր մարշալ Բաբաջանյանի, որը մասնակցեց Բերլինի գրավմանը եւ նույնիսկ նորամուծություն մտցրեց, երբ որ մետրոյով տանկերը մտցրեց եւ հանեց Բերլինի կենտրոնում։ Փառք ու պատիվ մեր հաղթանակի հերոսներին եւ ամենակարևորը 80-ամյակի հերոսները, այսինքն մեծ հաղթանակի ժառանգները եւ դրանց օրինակով դաստիարակվածները 92 թվականի մայիսի 9-ին ազատագրեցին Շուշին։ Այսինքն Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, բոլոր մեր հերոսները, Ասկոլ Կաշոտը, ովքեր որ ազատագրում էին Շուշին, կոմանդոսը, նրանք աչքի առաջ ունեին Նելսոն Ստեփանյանի, Մարշալ Բաղրամյանի, Բաբաջանի, Նվեր Սաֆարյանի օրինակը։ Եվ այսօր դժբախտաբար այս կապիտուլյանտների հանցավոր քաղաքականության արդյունքում մենք եռատոնը տոնում ենք գերեվարված Արցախով, բայց այս շքերթը եւս մեկ անգամ ապացույց է, որ հայ ժողովուրդը հաղթանակի ժողովուրդ է, ոչ թե ծնկի գալու ժողովուրդ է եւ նորանոր հաղթանակներ լինելու են։ Ինչպես ասում են ժամանակի մեր պապերը, naše дело правое, враг будет разбит, победа будет за нами։ Այսօր Փաշինյանը մեկնել է չնայած Ռուսաստան, մասնակցում է այնտեղ երթին, սակայն հայ զինվորականներին չեն ուղարկել, չնայած որ ադրբեջանական զինվորականները մասնակցում են երթին։ Ինչ եք մտածում սրա մասին։ Ես չեմ զարմանա, որ մի օր Նիկոլ Փաշինյանը հայ զինվորականներին ուղարկի Գալիպոլի ճակատամարտի Թուրքիայի տոնակատարություններին կամ Բաքվի շքերթին։ Նիկոլ Փաշինյանը ինչ կապ ունի հայկական հաղթանակած ոգու հետ։ Նիկոլ Փաշինյանը պարտության եւ կապիտուլյացիայի սիմվոլ է եւ մեր ամոթն է, որ այսօր 80-ամյակի օրը Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում է կապիտուլյացիայի սիմվոլը։ Ինչպես կգնահատեք այն փաստը, որ Ալիևը չի գնացել ֆաշիզմի դեմ հաղթանակի միջոցառմանը Մոսկվայում։ Սա պետք է գնահատեն նախ եւ առաջ ռուս գործընկերները։ Ես կարող եմ ասել, որ Ալիևը շրջապանի տվայտանքների մեջ է հայտնվել Արցախը գրավելուց հետո, եւ սա Ալիևի հերթական հստակ քայլն է, որ ցույց է տալիս, որ Ադրբեջանը չի կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը։ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է։ Եվ քանից է ճիշտ է Պետդումայի падգամավոր Կոստանտին Զատուլինը, որ նշում էր, որ ռուս ժողովրդի ամենահավանական, ամենաարդյունավետ դաշնակիցը դա հայ ժողովուրդն է։ Իսկ մեր համար էլ մեր ամենաարդյունավետ դաշնակիցը դա մեր ժողովուրդն է եւ ես ուզում եմ ասել, որ դրա մասին պատգամել է մեր մեծն հայ Գարեգին Նիժդեը, ով ասել է, մեջբերում եմ ռուսերեն. Для армянского народа единственным, естественным союзником является великий русский народ. Պարոն Շարմազանով, շատ էր խոսվում այն մասին, որ մայիսի 9-ին Մոսկվա գնալիս
Ադրբեջանն ու Հայաստանը կարող են քննարկել խաղաղության պայմանագրի բանակցությունների թեման առաջանա, ընդհանրապես ստորագրվի, չնայած ոնց տեսնում ենք Ադրբեջանը կրկին ու կրկին խուսափում է խաղաղության պայմանագրի ստորագրումից, ընդհանրապես խաղաղության պայմանագրը հնարավոր է ստորագրել։ Չկա խաղաղության պայմանագիր, կա կապիտուլյացիա, կրկնա կապիտուլյացիա, ուր է խաղաղության պայմանագիր։ Նիկոլ Փաշինյանը անում է նույն կարգավիճակում է Ալիևի մոտ, ինչպես Ֆելդմարշալ Կետելը Ժուկովի մոտ։ Բիզագավորոշտի կապիտուլյացիա, ինչ ասում է Ալիևը, Նիկոլը ստորագրում է։ Դրա խաղաղությունը ո՞րն է։ Արցախում էլ է հիմա խաղաղ, բայց հայ չկա։ Նիկոլի բերած խաղաղությունը դա ստրկությունն է եւ Հայաստանի ադրբեջանացումն է։ Իսկ մենք նաեւ էլի էս ամա գնդի երթի մասնակցելով Եվս մեկ անգամ ուզում ենք ցույց տանք, որ հայ ժողովրդի ոգին դա հաղթանակած ոգի է։ Ցեղասպանությունից հետո հայ ժողովրդի 600,000 զավակներ նետվել են ռազմաճակատ հաղթելու ֆաշիզմը։ Համոզված է, որ մենք նախ եւ առաջ պետք է ներքին թշնամուն հաղթենք եւ հետո էլի վերականգնենք մեր պետությունը, որպեսզի կարողանանք գլուխներս բարձել հաղթանակի 85-ամյակը, 90-ամյակը Մոսկվայում էլ Երևանում էլ նշելու բարձր ճակատով։ Ձեր կարծիքով 2026 թվականի ընտրություններին հնարավոր կլինի հաղթել այդ թշնամուն։ Իմ կարծիքով եւ համոզման պետք չի գործը հասցնել 26 թվականի ընտրություններին։ 1 տարի բավականին երկար ժամանակ է, որպեսզի մենք պատրաստվենք եւ ամեն ինչ անենք, որ Նիկոլը կոնֆորզանոյում չգնա ընտրության։ Որտեղ 1 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը այնքան բան կարող է անել, որ Նիկոլ Փաշինյանը որ վաղը հենց ռուսական ռազմաբազան անի, ինչ է կանելու։ Կամ որ հելի ասի սահմանապաններն են դուրս գալիս, կամ որ Հայաստանն ասի հիմա էլ ՆԱՏՕ ենք մտնում, ոնց որ ԵՄ ենք մտնում։ Նիկոլ Փաշինյանը գործում է Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի եւ հայ-ռուսական դաշինքի շահերի դեմ։ Դրա համար Նիկոլ Փաշինյանին կլինի Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, թե նախ եւ առաջ Երևանում, ով իր այդ հույսեր է կապում, դրանք սին հույսեր են։ Նիկոլ Փաշինյանը միջազգային գործընկերների ու դաշնակիցների համար կարա լինի ընդամենը գործիք, բայց ոչ երբեք գործոն։ Իսկ մեր 3 նախագահները եղել են տարածաշրջանային գործիք, վստահելի դաշնակից եւ հեռանկարային գործընկերներ։